Չճանաչելով ցեղասպանությունը չեն կարողանա կանխել հետագա ցեղասպանությունները։ Ադրբեջանը դեռևս շարունակում է այդ գիծը։ Եթե հետևենք Ալիևի ռազմատենչ հայտարարություններին, ապա հստակ կփաստենք, որ Ադրբեջանը մտածում է, որ այսպես կոչված պետք է ազատագրել Զանգեզուրը զենքի ուժով։ Այսօր ձեռնարկած Ծիծեռնակաբերդի Բաքվի զոհերի հիշատակին կանգնեցած Խաչքարի մոտ ծաղկեպսած դրման արարողության ժամանակ ասաց երիտասարդ համալսարանականների միավորման նախագահ Գևորգ Մելքոնյանը եւ հավելեց, որ Հրանտ ինքի սպանությունը եւ Բաքվի հայերի ջարդը պանիսլամիզմի շարունակությունն է։ Եվ այսօր ցավոք սրտի դեռևս Ադրբեջանը եւ իր մեծ եղբայր Թուրքիան չեն գիտակցում այդ ոճրագործության իրական հետևանքները, քանի որ միջազգային հանրության կողմից դեռևս պատշաճ ճանաչում չի ձեռք բերել այս երկու կարևոր եւ քաղաքական մեծ իրադարձությունները, քանի որ Բաքվի հայերի կոտորածը դրանք հաջորդեցին Սումգայիթի կոտորածին եւ ինչպես որ չէր սպասում, որ նման իրադարձություններ կլինեն եւ պատճառը ես գտնում եմ այսպես, որ Բաքվի հայերի կոտորածի արդյունքը եղավ այն, որ միջազգային հանրությունը չդատապարտեց ըստ էության Սումգայիթյան ոճրագործությունը։ Երթին մասնակցում էին ոչ միայն երիտասարդ համալսարանականների միավորման, այլև Երևանի ճարտարապետության եւ շինարարության պետական համալսարանի ուսանողները, ովքեր հարգանքի տուրք մատուցեցին 1990 թվականի հունվարին Բաքվում կոտորված հայերի հիշատակին։ Արմենուհի Կարեյան, Ավետիս Տավյան, Սլաք AM։